Ժորժան Լաս Վեգասում բացվում է 3 հարկանի in-and-out աշխարհի ամենամեծն է լինելու 10,000 square feet ու բալկոնը սենց բացվելու է դեպի ստրիպ, նենց որ եթե սիրում եք in-and-out, մյուս տարի համեցեք այստեղ in-and-out փորձելու, որովհետև շատ համով է, ես շատ եմ սիրում, չգիտեմ, դուք սիրում եք թե չէ, կոմենտներում գրեք, սիրում եք in-and-out թե ոչ։ Մեկ էլ եկեք պատմեմ ձեզ in-and-out-ի պատմությունը, թե որ թվականից է եկել եւ ինչու է դարձել սենց հայտնի։ Գնացինք։ In-and-out բուրգերը հիմնվել է 1948 թվականի հոկտեմբերի 22-ին Կալիֆոռնիայի Բոլդվին Փարք քաղաքում։ Հիմնադիրներն էին Հարի Սնայդերը եւ նրա կինը Էսթերը։ Նրանք ստեղծեցին Կալիֆոռնիայի առաջին դրայվ-թրու հարմարության փոքրիկ բուրգերայինը, որտեղ հաճախորդները կարող էին մեքենայից չիջնելով պատվիրել եւ ուտել։ Դա այն ժամանակ նորություն էր։ Ինչպես դարձան այսպես հաջողակ։ Պարզ եւ հետեւողական ճաշացանկ։ Ուրեմն Սնայդերները որոշեցին, որ ճաշացանկը պետք է լինի պարզ, միայն բուրգեր, ֆրի եւ սմութի։ Սա օգնեց միշտ պահել որակը բարձր մակարդակով։ Թարմ բաղադրիչներ in-and-out-ը երբեք չի օգտագործել սառեցված միս կամ կարտոշկա ֆրի սառեցված վիճակում։ Բոլոր բաղադրիչները թարմ էին, ինչը տարբերում էր նրանց մրցակիցներից եւ դարձան բրենդի հիմնական սկզբունքներից։ Սնայդերների որդին Ռիչ Սնայդերը հետո ղեկավարեց ընկերությունը եւ պահպանեց նույն արժեքները։ Ընկերությունը ընդլայնվում էր շատ դանդաղ որակը չվտանգելու համար։ Սա ստեղծեց կուլտային համբավ։ Չնայած փոքր պաշտոնական մենյուին in-and-out-ում առաջացավ ոչ պաշտոնական secret menu, animal style, protein style եւ այլն։ Սա գրավեց երկրպագուներին եւ ստեղծեց յուրահատուկ փորձություն։ Աշխատակիցներին լավ վերաբերմունք էին ցույց տալի։ In-and-out-ը հայտնի է բարձր աշխատավարձով եւ լավ պայմաններով, ինչի շնորհիվ ազնագազմը միշտ բարեհամբույր եւ որակյալ ծառայություն է առաջարկում։ Այսօր in-and-out-ը գործում է հիմնականում արևմտյան նահանգներում Կալիֆոռնիա, Նևադա, Արիզոնա, Յուտա, Տեքսաս, Օրեգոն եւ Կոլորադո։ Այն շարունակում է մնալ ընտանեկան բիզնես եւ չի վաճառվում, այսինքն ֆրանչայզ չի տալի։ Ժորժան դրա համար էլ որակը պահպանել է եւ մնում է նույն որակի։